Վերջնական խաղաղություն կնքելու Բաքվի նախապայմանը գիտեինք, թե մեր սահմանադրության փոփոխությունն է միայն։ Հիմա արտգործնախարար Միրզոյանը լեհական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հոգնակի թվով է խոսում, ասում է նախապայմանն էր։ Ադրբեջանը դարձյալ թանկացրել է իր ստորագրության գինը, ավելացրել է պահանջների ցանկը, խորհրդարանի իշխող ուժը հարցի պատասխանը դեռ չունի։ Լրագրողների հետ հանդիպման եկած պատգամավորները չեն հասցրել ամբողջությամբ լսել գլխավոր դիվանագետին։ Հիմա միայն ենթադրությամբ են մեկնաբանում։ Կարծում եմ նախարար Միրզոյանը նկատի ունեցել շարունակվող քննարկումը խաղաղության պայման ադրբեջանական կողմում ոչ թե Հայաստանի հետ քննարկումները, այլ Ադրբեջանի կողմից անդադար սահմանադրության փոփոխման հարցի բարձրացումը, որպես նախապայման ենթադրում եմ սա է նկատի ունեցել։ Իսկ վարչապետ Փաշինյանը Ալիևից ճշտեց, ինչ է նկատի առնում, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող Թրամփի երթուղին անվանում է Զանգեզուրի միջանցք։ Իսկապես հորադիս Զանգելան 15 տառից բաղկացած ձևակերպումը ընդամենը ավելի անհարմար է, քան 16 տառանոց, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տերմինը։ ՔՊԱ-ականները առաջարկում են ուշադրությունը սևեռել Փաշինյան-Ալիև նախօրեի հանդիպումից հետո կառավարությունների տարածած հաղորդագրություններին, որոնք ըստ Խանդանյանի նույնական ձևակերպումներով էին։ Կան պաշտոնական ստորագրված փաստաթղթեր, որտեղ կան հստակ նշված անուններ, պայմանավորվածություններ։ Մենք ելնում ենք պաշտոնական փաստաթղթերից եւ պայմանավորվածություններից։ Մնացած բոլոր խոսույթները ուրեմն չեն կարող լեգիտիմ լինեն, եթե վերաբերելի են Հայաստանի Հանրապետության սուվերեն որևէ տարածքի։ Հայաստան խմբակցության падգամավոր Խաչատրյանը հիշում է, որ մինչև 2020 թվականը Արցախյան բանակցությունները մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե Ալիևի հետ փորձում են հասկանալ որևէ բառ նշելիս արդյոք երկու կողմում նույն իմաստն են նկատի առնում։ Ընդդիմադիրը ժամանակներն է համադրում։ Հիմա ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանի մեկնաբանությունները էապես տարբերվում են Ալիևի մեկնաբանություններից եւ ողջամիտ հարց է առաջանում։ Լավ, մի հատ հասկանանք, միգուցե այլաբանություն է այդ միջանցքը, թե իրական միջանցք է, որը լույսը կարելի է վառել եւ անջատել։ Նույն Թրամփը կա, ելույթը, խոսքը կա։ Նայեք, մարդը օգտագործում է միջանցք կորիդոր արտահայտությունը։ Եթե դա հստակեցված չի, ինչ են ստորագրում։ Պատիվ ունեմից էլ Տիգրան Աբրահամյանն է մեկնաբանում թուրք-ադրբեջանական դուետը օգտագործելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տերմինը երբևէ աչքի տակ չի ունեցել հորադիս Զանգելյանը։ Այն մարդիկ, ովքեր աշխարհագրական տեսանկյունից պատկերացնում են քարտեզային առումով, թե ինչ ճանապարհի մասին է խոսքը, եւ հիշում են, թե այդ քննարկումները, որոնք շրջանառվեցին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ, ինչ հիմնական կապի հանգույցների հետ են կապված, դրանք լրիվ այլ ուղղությունների մասին են, որովհետև այսպես կոչված միջանցքային տրամաբանությունը մշտապես քննարկվել է Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջևի ինքնավար հանրապետության կապի համատեքստում։ Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու ընդդիմության ծրագիրն ինչ փուլում է, պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնած լսումներից հետո առաջընթաց կա, արդյունավետ հանդիպումներ են եղել, ասում են падգամավորները, լրացուցիչ ասելիք ունենան, կհայտնեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։